Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց պատգամավորներ Հրանտ Բագրատյանի ու Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի եզրակացությունը։ Եզրակացությունը դրական է, թե բացասական, հնարավոր չէ իմանալ։ Կառավարության կայքում դրա տեքստը չկա։ Օրենքի նախագիծը կառավարությանը ներկայացրեց փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը։ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի եւ Արցախի միջև քննարկումների արդյունքներով, հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։ Նախագծի համահեղինակ Զարուհի Փոստանջյանն ասում է, որ ապրիլյան իրադարձությունները ցույց են տվել ագրեսիան Ադրբեջանի քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մասն է։ Արդյոք այդ նախագծի ընդունումը չի նշանակի բանակցությունների ավարտ։ Կներեք, եթե ագրեսիա է կիրավորվում, եթե մարդկության դեմ տեղի է ունենում հանցագործություններ, ապա խոսել բանակցություններից ուղղակի ծաղր է ողջ մարդկության նկատմամբ։ Եթե մենք խոսում ենք բանակցությունների մասին, բանակցություններ կարող են լինել, մեկը մյուսին չի խանգարում, Արցախը ինչպես այլ 3 հանրապետություններ, Վրաստանը, Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, դեռ 25 տարի առաջ ինքը բոլոր օրինական կարգերով անցնելով այդ օրինական կարգերը հայտարարել է ռեֆերենդումի միջոցով ինքնորոշման իրավունքը իրացրել է։ Հայաստանի կողմից Ղարաբաղի հնարավոր ճանաչման մասին նախորդին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում խոսել էր նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ պատճառ չի տեսնում անհանգստության համար։ Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը քննարկելուն, չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում, դա երկու պատգամավորների առաջարկություն է, եւ Հայաստանի կառավարությունը ըստ իրենց օրենքի, ինչպես նրանք բացատրել են բոլորին հանգստացնելով կրքերը, պետք է եզրակացություն տա այդ օրինագծի վերաբերյալ։ Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, եւ խուճապ պետք չէ։ Լավրովը նաև հայտարարել էր, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր համաձայնության կոնտեքստում եւ ոչ միակողմանիորեն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով Մոսկվան բարդ, բայց հնարավոր է համարում խնդրի քաղաքական կարգավորումը։ Փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Լավրովի հարցազրույցին։ Գիտեք, Լավրովի հայտարարության մեջ կան հատվածներ, որոնք շատ հստակ են, առաջինը, որ այլընտրանք չկա խաղաղ կարգավորմանը, որին մենք միանշանակ կողմ ենք, իհարկե չկա այլընտրանք, որ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, այն ինչի մասին ենք ասում են նաև Երևանում, այնպես որ այդ բոլորը նորմալ է։ Հայաստանի կառավարության այսօրվա քննարկումից հետո Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել քայլերից, որոնք կարող են խարխլել փխրուն հրադադարն ու հանգեցնել իրադրության սրման։ Ահա թե ինչ էր ասում Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին անցյալ տարվա դեկտեմբերին։ Բայց ինչ է նշանակում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Դա նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, որովհետև եթե դու ճանաչում ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, այլևս ինչ բանակցություններ։ Իսկ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է։ Երկրորդ, դա նշանակում է խորը անհարգալից վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների նկատմամբ, որովհետեւ համանախագահները նրանք արդեն 23 տարուց ավելի միջնորդներ են, բանակցություններ են վարում, եւ բնական է, որ այդպիսի վերաբերմունքը նրանց համար շատ տհաճ պետք է լինի։